Պարոն Խաչատրյան, ըստ էության խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտված են, սա հաստատել են երկու երկրների արտգործնախարարները, այդ թվում Հայաստանի վարչապետը եւ վերահաստատելով, որ պատրաստ է ստորագրման, բայց դրանից հետո մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը դիմում է սադրանքների, երեք պաշտպանության նախարարությունը 3 անգամ հերկեց Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը եւ ԿՊԱԿ-ներն արդեն ըստ էության խոստովանեցին, որ Ալիևը միտումնավոր ձգձգում է իրենց ձևակերպամբ խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչ է կատարվում ձեր կարծիքով։ Նախ մի փոքր հստակեցում, ոչ թե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն են ավարտվել, այլ տեքստի համաձայնեցման շուրջ բանակցություններն են ավարտվել։ Ադրբեջանը պարտադրեց այն տեքստը, որը ինքը ցանկանում է, Հայաստանի իշխանությունները հեզ եւ խոնարհաբար համաձայնվեցին այդ տեքստի հետ։ Բայց Ադրբեջանը այդ հայտարարության մեջ, որ տեքստը համաձայնեցված է, նաև մի ուրիշ նախադասություններ չեն ներառել կստորագրվի, եթե Հայաստանը փոխի սահմանադրությունը։ Այսինքն տեքստը տեքստ, բայց այդ տեքստի ստորագրման առնվազն մի քանի նախապայման կա։ Առաջինը, ինչպես նշեցի, իրենց պահանջն է սահմանադրության փոփոխությունը, կարծում եմ իրենք էլի մի քանի բան կավելացնեն, որը չեն էլ թաքցնում։ Միջանցքի տրամադրում, այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձ եւ այսպես կոչված պատերազմական հանցագործների արտահանձնում Ադրբեջանին։ Եվ միջազգային ատյաններից, ուրեմն փոխադարձ հայցերի հետ քաշում։ Այնպես որ ես չէի շտաբի հայտարարել, որ վաղը չեմս օրը Փաշինյանը եւ իր կիրթ եւ կառուցողական գործընկերը Ալիևը ինչ որ միտեղ թուղթ են ստորագրելու։ Մի զիջում Ադրբեջանն արդեն կորզեց, պահանջեց, որ Հայաստանը համաձայնվի այն տեքստի հետ, որ ինքն է ուզում, հիմա արդեն մյուս հարցերում են առաջ գնալու։ Ձեզ ծանոթ է այդ տեքստի բովանդակությունը, այդ կետերը։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կետ-առ-կետ հրապարակել է եւ այդտեղ որևիցե խնդիր չկա։ Եթե այդտեղ որևիցե խնդիր չլիներ, ամբողջը կհրապարակեին։ Ավելին ասեմ, եթե իրենք ուզում են ցույց տան, որ հաջող բանակցել են, պետք է դնեին առաջի վերսիան եւ վերջինը, չէ՞, որպեսզի ցույց տային, այ տեսեք, ինչից ուր եկանք հասանք։ Բայց եթե իրանք այդ բոլոր տեքստերը հրապարակեն, երևա, որ բոլոր հարցերում իրենք զիջել են, բայց նույնիսկ սրանից հետո Ադրբեջանը չի շտապում այդ թուղթը ստորագրել։ Սա է ամբողջ խնդիրը, որ այս իշխանությունների այն կեղծ թեզը, որ եթե զիջեն, ասենք պիտի զիջենք, այլապես կլինի պատերազմ, իրականություն չի, կեղծ է, որովհետև Ադրբեջանը ամեն զիջումից հետո հավելյալ զիջումները պահանջում։ Սա է իրականությունը։ Իսկ Փաշինյանին պետք է մի հատ թղթի կտոր, որի վրա գրված լինի խաղաղություն, որ ինքը այդ թղթի կտորը թափահարի, ասի տեսեք խաղաղությունը է խոստացել բերել եմ, հիմա գնանք ընտրությունների։ Բացարձակապես դա է իրենց միակ փորացավը։ Իսկ այդ խաղաղություն բառի տակ, որ տոտալ կապիտուլյացիա է, իրենց դա չի հետաքրքրում։ Իսկ այս տեղեկատվական դաշտում տեղի ունեցողը ինչ է, հնարավոր է վերածվի փոխադարձ մեղադրանքները եւ ըստ էության Ադրբեջանի սադրանքները արդեն ռազմական այլ գործողությունների։ Բացարձակապես չեմ բացառում, որտեղ Ադրբեջանը պատահական չի, որ 48 ժամ չանցած սկսեց տեղեկատվական ուրեմն գրող կազմակերպել, թե իբրև թե հայկական կողմը հարավ-արևելքում, այսինքն Մեղրիի կողմից կրակել է ադրբեջանական դիրքերի վրա, ինչի պիտի Հայաստանը կրակեր, որովհետև բանական մարդ այդ հարցին չի պատասխանի, բայց դա կարևոր չի, իրենք ուրեմն այդ ինֆորմացիոն ֆոնը ստեղծում են, միջազգային լրատվամիջոցները դա տիրաժավորում են, մասնավորապես Կիրակի առավոտյան Reuters-ը տարածեց Ադրբեջանի այդ տարածությունը։ Ճիշտ է գրեց, որ Հայաստանը մերժ հերքում է դա, բայց ինչ կարևոր է, վերնագիրն արդեն կա։ Չեմ բացառում, որ Ադրբեջանն էլ է ասում, չէ, եթե չզիջես կլինի պատերազմ։ Իշխանությունն են էլ զիջել, հետո մինչև ուր։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը հաստատում է, ասում է, այո, ճանապարհ տալիս ենք, դա ինչ է նշանակում։ Ճանապարհի միջանցքի տարբերությունը ո՞րն է։ Ըստ էության անվան։ Համաձայն եմ։ Որևէ այլ տարբերություն չկա։ Դե միջին միջանցք։ Սկսում է Չինաստանից, մի քանի երկիր անցնելով Կիրգիզստան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան եւ այլն, մինչեւ Եվրոպայի կենտրոն։ Ամեն երկրով որ անցնում է,
Այդ երկրի ինքնիշխանության տակ է։ Այսինքն ինքնիշխանությունը միջանցք բառի հետ կապելը արդեն այդքան էլ ճիշտ չի։ Բայց այս տարբերակում իրենք իրոք պահանջում են ինքնիշխան միջանցք, որովհետև եթե ասում էին մարդիկ եւ բեռները պետք է անխոչնդոտ մտնեն եւ դուրս գան, եւ դու իրավունք չունես ստուգես, դա ինչ է, եթե ոչ ինքնիշխան միջանցք։ Եվ ստեղ էլ շատ ռիսկեր կան, որովհետև Ադրբեջանը կարող է, չէ, ինքը իր մեքենաներից մեկը ենթադրենք մեղրի ագարակ հատվածում պայթացնի, սադրանքի գնա, հայտարարի ասի այրը չեն կարողանում ապահովել իմ համար կենսական կարևորության ճանապարհի անվտանգությունը եւ զորք մտցնի։ Դա է ամբողջ խնդրեմը, եւ Ադրբեջանը դա պահանջում է։